Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երեք հայաստանյա ցարակելական Սուրբ Եկեղեցու զավակներս դոնախմբեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բայձարագերբության այլագերբության դոնը։ Զոր մեր եկեղեցու մեջ դաղավար երրորդ դոնն է։ Գիտեք որ մեր եկեղեցու մեջ դաղավար 5 մեծ դոներ կան։ Առաջինը Քրիստոսի Սուրբ Ծննդյան դոնը, երկրորդը Քրիստոսի Սուրբ Արության դոնը, երրորդը բայձարագերբության դոնը եւ ապա հաջորդ չորրորդը Աստվածամոր վերապոխման դոնը եւ վերջինը Քրիստոսի խաչապայդին ուրեմն դոնը։ Մեր եկեղեցու իմաստուն եւ բայձարամիտ Սուրբ հայրաբետները դնորինած են, որ դաղավար դոներու հաջորդ օրը մենք հիշադակենք մեր ննչեցյալները։ Հետևաբար այսօր հիշադակ ննչեցելոց է, հիշադակ մերելոց է։ Ինչու համար գիշենք մեր մերելները, որովհետև սիրելներ մեր ննչեցյալները մարմինով մահացած են, բայց ոչ հոգիով։ Եվ Քրիստոսի եկեղեցին երկու մասի կբաժնվի։ Զինվորակրյալ եկեղեցի, այսինքն բոլոր անոնք, որոնք այս կյանքի մեջ դեռ ողջ են ու հավատքի բայկար կմղեն մեղքին թեմ, չար ոգիներուն թեմ, հետևաբար այդ անդամները կգոչվին զինվորակրյալ եկեղեցի, որովհետև զինվորակրված են Քրիստոսի մարմնի մեջ բայկարելու համար չարին թեմ։ Իսկ անոնք, որոնք այս կյանքը գավարտեն ու իրենց հավատքը կբահեն, հետևաբար կհաղթեն մեղքին ու չար ուժերուն, անոնք կգոչվին հաղթական եկեղեցի կամ անտրանիկներու եկեղեցի։ Եվ սիրելներ, այս երկու եկեղեցիները դարբեր եկեղեցիներ չեն, այլ մեկ եկեղեցի են։ Իսկ մեր միջև հաղորդակցությունը կամ գաբը կբահվի աղոթքով։ Զինվորակրյալ եկեղեցին գաղոթե հաղթական եկեղեցու համար եւ հաղթական եկեղեցին Տիրոջ դիմաց կբարեխոսե զինվորակրյալ եկեղեցու համար։ Ուղղափառ եկեղեցիներու վարտաբեդությունը եղած է սկիզբեն, որ մենք ողջերս մեր ննչեցյալներուն համար աղոթ բարձրացնենք, հավատալով որ Աստված մեր բոլորի աղոթներուն համաձայն նաև իր ողորմությունը գարադացնե մեր ննչեցյալներու հոգիներուն վրա։ Սիրելներ, ես այսօր գուզեմ ցեզի ընթերցել բզդիկ հատվածը համաշխարհային քրագանության գլուխ գործոցներեն Դոստոևսկիի ուրեմն սքանչելի մեկ քիրքեն Գարամազով եղբայրները այս քիրքը բացարիք քիրք է, որովհետև սինթեզ մնե, ամփոփում մնե, համադրում մնե Դոստոևսկիի ամբողջ հույզերուն, մտահոգությանց հարցաթումներուն եւ իրականության մեջ ծրագիր ունեցած էր Դոստոևսկին այս քիրքը վերածել առաջին մասը այն սքանչելի վեբին, որ գուզեր գրել մեծ մեղավորի պատմությունը անունով։ Այս քրքին մեջ այսքանի օրերու ընթացքին է որ կգարտամ հատկապես հոգիս վրա շատ աստեց ուրեմն ապահոր սրբահայր Զոսիմայի խոսքերը այս ապահայր Զոսիման քրքին մեջ սիրելիներ դիբար մնե, բայց իրականության մեջ անիգա ռուս եկեղեցու ուղափառ սուրբերեն մեգումը խոսքերն են, այդ սուրբը, ռուս սուրբը, Սուրբ Դիխոն Զատոնսկին է, անիգա սիրելիներ կնկատվի որպես ռուսական ոսկեպերան, որովհետև իսկապես բացարիք քրություններ գրած է, ապրած է 18-րդ դարուն եւ 19-րդ դարուն ռուս եկեղեցու, ռուս ուղափառ եկեղեցու կողմէ սրբատաստված է։ Ամենայն թեպս, ուրեմն այս քրքին մեջ Գարամազով եղբայրներու քրքի մեջ, երբ որ սրբահայր Զոսիման բադանի մգխոսի սքանչելի խոսք մգսե ննչեցյալներու համար աղոթքի ննչեցյալներու մասին աղոթքի համար։ Ես կուզեմ այդ բզդիկ բաժինը ընթերցել ցեզի այս հիշադակ ննչեցելոցի օրը, որբեսի մենք արսիրելներ մեր ննչած հարազատներուն հետ իսկապես այս աղոթքի միությամբ ըլլանք եւ խնդրենք Տիրոջմեն, որ Տերը իր ողորմությունը արադացնե անոնց վրա։ Վասն աղոթքի, ուրեմն այդ բաժինն է որ գուզեմ ցեզի ընթերցել։
Բադանյակ մի մորնար աղոթել։ Ամեն անգամ աղոթքի մեջ քո, եթե անգերձ է, պիտի մի նոր զգացում արգայցի։ Իսկ այդ զգացման մեջ մի նոր միտք, որ չգիտեիր առաջ, եւ որ պիտի վերստին քաչալերի քեզ, ու պիտի հասկանաս, որ աղոթքը թաստիարակություն է։ Հիշիր նաև այս. ամեն օր եւ երբ որ կարող ես, գրկնիր մտքիդ մեջ քո ողորմյա դեր բոլոր նրանց, որոնք գանկնում են այժմ քո առաջ։ Վասնզի ամեն ժամ եւ ամեն վայրկյան այս երկրի վրա հազարավոր մարդիկ հեռանում են կյանքից, եւ հոգիները նրանց գանկնում են Աստուծո առաջ։ Ու նրանցից քանիներն են առանցնության մեջ հրաժեշտ տալիս երկրին, մնալով անհայտ, դխուր ու վշտացած, որ ոչ ոք չի գտում իրենց եւ նույնիսկ ոչ ոք չգիտե ամենևին, թե ապրել են իրենք կամ ոչ։ Եվ ահա, թերևս երկրի մյուս ծայրից բարձրանա առ Աստված աղոթքը քո, վասն խաղաղության նրա հոգու, թեպետև ամենևին չէիր ճանաչում դու հանգուցյալին, իսկ նա քեզ։ Աստուծո առաջ երկյուղահար գանկնած նրա հոգին ինչպիսի խանդաղադանքով գլեցվի այդ վարյանին, երբ սկա թե իր համար եւս կա մի աղոթող, թե իրեն եւս սիրող մի մարդկային էակ է մնացել երկրի վրա, եւ Աստված ավելի ողորմածորեն գնայի ցեզ երկուսիդ, վասնզի եթե դու ես այնքան կտացել հանգուցյալի հոգուն, ապա որքան եւս առավել պիտի կտա Աստված, որ անհունորեն ավելի ողորմած է ու սիրազեղ, քան դու, ու գների նրան քո սիրուն։ Սիրելիներ, սքանչելի գիրք է եւ այս խրատները մեզ գստիբեն մտածել տալու, սիրելիներ, իսկապես մտածելու, որ աշխարհի մեկ անկյունը այսօր անդունիմը, որբը, այրիմը, վշտացածը, գաշկանդվածը կամ դարաբացը իր աչքերը կփակե եւ մեկը չունի, որ հիշեզինք։ Անոր հոգին դխուր է, դրդում է։ Սիրելիներ, ահա թե որքան կարևոր է, որ մենք աղոթք բարձրացնենք բոլոր դնչեցյալներու համար։ Ձանոթին թե անձանոթին, հարազատին թե օդարականին։ Թող Աստված ողորմի բոլոր դնչեցյալներուն ասենք։ Բոլոր անոնք, որոնք այս պահուն պետք ունին մեր աղոթքին, եւ մեկը չի եղած իրենց համար աղոթող, թող Աստված ընդունի մեր սրդեն ելած աղոթքը այդ բոլոր անձանոթ մարդոց համար։ Թող անոնց հոգիները ցնցան, թող անոնց հոգիները մխիթարվին, որ մենք անձանոթներս աշխարհի մեկ անկյունը, ուր որ գտնվեին անոնք եւ ննչեցին, որ քույնի, որ ցեղի որ կպատկանին, որ լեզվին ու որ ազգին որ կպատկանին ու ննչեցին, Աստված ողորմի անոնց։ Ահա ինչու սիրելի արազատներ, երբ Սուրբ Բադրակեն վերջ հոգեանքիստ կլա, այո, բարդավոր չեք անպայմանորեն մնալու, եթե ձեր հարազատներուն հոգեանքիստը չեք կատարել, բայց հոգևոր բարդք է հավատացյալներուն համար, որ ներկա գտնվին հոգեանքիստին եւ նույնիսկ այնտեղ ընթերցվող հոգիներուն համար, հայտարարվող հոգիներուն համար աղոթք բարձրացնեն եւ ոչ միայն անոնց, այլ նաեւ բոլոր անձանոթներուն համար, որբեսի անոնց հոգին փառավորվի եւ Աստված ողորմի անոնց։ Զուր դեռ չես սիրներ, որ մեր ժողովրդի մեջ այս խոսքը կա, Աստված ողորմի անցավորած, ողորմի ննչեցելոց, որտեղ Աստուծո ողորմությունն է, որ կխնդրենք։ Եթե Աստված չողորմի, մեկը սիրելներ չի բրգվիր, ոչ մենք ապրողներս, ոչ ալ ննչեցյալները։ Անոր համար է, որ Աստուծո ողորմությունն է, որ կխնդրենք։ Աստուծո արդարությունը որքան բարձր է, սիրելներ, քերակույն է, Աստուծո արդարության հաղթողը միակ բանը, որ գաղթի Աստծո արդարության, Աստուծո ողորմածը լալն է, մարդասերը լալն է, Աստուծո ողորմությունն է։ Հետևաբար այս օրը, մերելոց հիշադակի օրը, գխնդրենք Աստուծո ողորմությունը մեր բոլոր
ննչեցյալ հարազատներու հոգիներու փրկության համար։ Կխնդրենք Աստուծո ողորմությունը մեր ազգի նահատակներուն համար, որոնք իրենց կյանքը թափեցին, որ այսօր Հայաստանը ազատ ապրի եւ մենք խաղաղությամբ ապրենք։ Երանի թե իրենց պատկամն ալ մեր հոգիներու մեջ լար եւ իրար սիրեին ճշմարիտ սիրով։ Այսօր ողորմի Աստված կսենք բոլոր ննչեցյալներուն, ցանոթներուն եւ անցանոթներուն, բոլոր ազգի քրիստոնյա ննչեցյալներուն համար, որոնք աշխարհի մեկ անգյունին իրենց աչքերը փակեցին զիրենքի շողջ ունենալով, թող հիշվին առաջի ամմահկարիր Աստուծո քարնուգին թիմած թող հիշվին եւ սիրելներ անտրանգած եկեղեցինալ, հաղթական եկեղեցինալ թող բարեխոսե մեր բոլորին համար դիրոջ թիմած, որբեսի դերը նաեւ ողորմի աբրողներուս խունգ եւ աղոթք անոնց անտարամ հիշադակին թող սիրելներ ձեր հարազատներու եւ բոլոր մեր նահատակներու հոգիները հանգչին դիրոց սերքերու մեջ եւ Քրիստոսի երկրորդ գալուստին արժանի լան փառքի բսագին եւ հավիտենական կյանքին։ Իսկ մենք ապրենք զիրենք հիշելով, ապրենք Աստուծո ջամփաններու մեջ ենք ալելով, որբեսի երբ որ մենք ալ օրմը այս աշխարհը մեկնենք, մեզ ալ հիշեն մարդիկ եւ ասեն Աստված ողորմի։ Աստված ողորմի բոլոր ննչեցյալներուն եւ ծեր բոլոր հարազատներուն սիրելներ հոգիները դիրոջ ցերկերու մեջ ըլլան։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։